Ժորժան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը եւ Հայաստանի քաղաքները եղել են ադրբեջանական եւ ադրբեջանական անվանումներ են ունեցել, իսկ Սևանա լիճը իրենց քարտեզներով Գյոճա լիճն է եղել իրականում եւ իբր պատկանում է ամբողջ Հայաստանը իրենց ու պատմությունը պետքա անընդհատ ինքը ասում է բարձրաձայնել։ Հիմա ասեմ հետեւյալը, որ նրանք ովքեր որ տենց բանը ոգևորված ասում էին օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում Ալիևը խաղաղության պայմանագիր է նախակնքել եւ այլն ինքը խաղաղությանը եւ այլն ձգտող մարդ է եւ օգոստոսի 8-ի համաձայնագիրը Վաշինգտոնում այդ խաղաղությունը հաստատում է, տեսեք թե ինչ է այսօր հայտարարում Ալիևը։ Ալիևը հայտարարում է, որ պետք է 500,000 ադրբեջանցի վերադառնա Հայաստան։ Իհարկե Հայաստանի իշխանությունները Ռուբեն Ռուբինյանի դեմքով, ԱԺ նախագահի դեմքով պատասխանել են Ալիևին, ասելով, որ այդ քարտեզներով առհասարակ չկար Ադրբեջան այդ ժամանակ եւ եթե պետք է մենք խոսենք անցյալից, ապա դա որևէ տեղ չի բերելու, պետքա խոսել խաղաղությունից։ Իհարկե շատ կարեւոր է, որ Հայաստանի իշխանությունները կտրուկ պատասխանեն Ալիևին եւ պատասխանում են եւ ավելի պետքա լինեն կոշտ գնահատականները, որտեւ Ալիևը որևէ խաղաղության հետ կապված որևէ բան չի հայտարարում, առհասարակ այնպիսի տպավորություն է, որ մարդը ոչ թե ձգտում է խաղաղության, այլ հակառակը ձգտում է նրան, որ ամբողջությամբ իր նարատիվները եւ իր պայմանները թելադրի եւ առաջ տանի։ Դրա համար ուզում եմ ասեմ, պետք չի շատ ոգևորվել, պետք է աշխատել, դիվանագիտությունը ավելի խորացնել, մեր ներուժը ավելի մեծացնել, իսկ օգոստոսի 8-ին չկան միջազգային երաշխիքներ, օգոստոսի 8-ով ԱՄՆ-ն ոչ թե միջնորդ է, այլ վկա է ԱՄՆ նախագահ եւ չկա որևէ այն միջազգային երաշխիքները, որով որ ապահովում է այդ համաձայնագիրը։ Մենք պետք է ավելի խորացնենք մեր դիվանագիտական հնարավորությունները, բարձրացնենք մեր պետության ներուժը, այո, պատրաստ լինենք խաղաղության եւ խաղաղության օրակարգը առաջ տանենք, բայց նաև պատրաստ լինենք յուրաքանչյուր սադրանքի եւ մեր բոլոր պետական ռեսուրսները, մեր ներուժը, դիվանագիտական ներուժը, առհասարակ ամեն ինչը անենք այնպես, որպեսզի ապահովենք իրական խաղաղություն, որովհետեւ խաղաղությունը պետքա պարտադրենք բոլոր հնարավոր ռեսուրսներով։ Այո, հենց պարտադրենք։ Ժորժան, խնդրում եմ գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքը, բաժանորդագրվեք իմեջին եւ տարածեք այս տեսանյութը։